Նախարար գործընկերս բարձրացրեց այդ հարցը, բայց ես նույնպես կցանկանայի շեշտել, խոսքը վերաբերվում է Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով եւ պատերազմական պայմաններում Իվանյանում գտնվող վառելիքաքսուկային նյութերի պահեստի զոհերի հարցին։ Կան անհետ զոհեր, մարդկանք, ովքեր մասունքները դեռևս չեն հայտնաբերվել, եւ կան մարդիկ, ովքեր մասունքները նույնականացվել են, հայտնաբերվել են, բայց այդ ընտանիքները նախարար, եթե դժվար չի ձեր ուշադրությունից մի քանի րոպե հատկացրեք ինձ, էլի։ Եվ եթե կարելի է այդ հարցին կարողանանք անդրադառնալ, որովհետեւ զոհերը 230 հոգի, զինվորական եւ քաղաքացիական, փաստորեն պետության ուշադրությունից զերծ են մնացել։ Կա վերաքննիչ դատարանի որոշում, որ հստակ նշում է, որ զոհերը պատերազմական պայմանների հետևանք են, չլիներ պատերազմը մարդիկ չէին զոհվի, բայց մարդիկ ոչ փոխհատուցում են ստացել, ոչ որոշակի կարգավիճակ ունեն, որևէ կարգավիճակ ունեն, ոչ էլ որևէ արտոնությունից են օգտվում։ Արցախի հանրապետության կառավարությունը 1 միլիոնի չափ փոխհատուցել է, որը պայմանական կոչվում է գերեզմանի գումար, նաև ինչ-որ գումար զինծառայողներին է հատկացվել, բայց 200-ից ավել ընտանիքներ, կրկնում եմ, զուրկ են պետական որևէ հոգացությունից, եւ եթե դժվար չի, կխնդրեի ձեր եզրափակիչ ելույթում անդրադառնալ կոնկրետ այդ կատեգորիայի վերաբերյալ կառավարությունը ինչ քայլեր է մտադիր իրականացնել։ Շնորհակալություն։ Էդվարդ Աղաջանյան, հաջորդ ելույթի համար համեցեք։